Սատարապատ շարժման անունից այս պահին նույնպես գլուխ եմ խոնարհում, ինչպես նշեցինք, 23 տարին լրացավ, 23 տարելիցն է Գյումրի երկրաշարժի, մենք մեր գլուխն ենք խոնարհում մեր զոհերի առաջ, միաժամանակ ամոթի և մեղքի զգացումով հաստատում ենք այն փաստը, որ 23 տարի անց մինչ օրս գոյություն ունեն հազարավոր հայ ընտանիքներ, որոնք անօթևան վիճակում են գտնվում։ Ներքաղաքական անցուդարձերը ինչ կատարվում է այսօր քաղաքական դաշտ կոչեցյալում, ես ճակերտների մեջ եմ միշտ վերցնում քաղաքական դաշտ, որովհետև մենք համարում ենք, որ դժբախտաբար մեզ այդպես էլ չի հաջողվել ձևավորել մեր երկրներս քաղաքական դաշտ հայտնի պատճառներով։ Ինչ տեղի են ունենում այնտեղ, ինչպիսի վերատասավորումներ, որ տեղի են ունենում, այդ ինչ արդյունք, ինչ տեսք էլ որ ստացվի այդ վերատասավորումներից, ես վստահեցնում եմ ձեզ, որ այդ բոլորից ոչ մի օգուտ չի լինելու ոչ մեր ժողովրդին, ոչ մեր երկրին, ավելին վնաս է լինելու, ինչպես այսօր կա։ Իմաստնավոր է իշխանական բուրգում կատարվող հայտնի հնչեղ վերատասավորումներին, ասեմ, որ այդ բոլորը ունի մեկ նպատակ, գործող բռնադերի թիրքերի ամրացման նպատակ, ուրիշ տրամաբանություն չկա այդ ամբողջ գործողություններում։ Եվ ինչ որ փորձում են ներկայացնել իբրև գոյություն ունի պայքար, իբրև ասենք Փառքավաճ Հայաստանը հակադրված է հանրապետականին, այս դերասանությունը դժբախտաբար մենք բարբերաբար տեսնում ենք ընդրությունից ընդրություն, այս անգամ ևս մեր ժողովուրդը փաստորեն ստիպված է այդ ամբողջ թատրոնին ականատես լինել։ Իմ ասած այն է, որ այս հակասությունները ամբողջական ըստ էության գեղձ են, վերևներում ամեն ինչ կանխորոշված է, որոշված է եւ այս առիթով ես կոչ կուղեմ նաեւ հենց այդ գուսակցականներ, մենք ըստ էության չենք ընդունում գուսակցություններ առհասարակ, սակայն վերջապես շարքային անդամները գուսակցությունների մեր հայրենակիցներն են, մենք մտահոգ լինելով իրենցմով, մենք իրենց կոչ կանենք, որ շատ լուրջ չառնեն այդ սուտ պայքար կոչեցյալը եւ փորձեն հնարավորինս լարված վիճակից դուրս լինել եւ իզուր դեղը, այսպես ասած, զոհ չգնան, ինչ որ օլիգարխների ցերկին խաղալիք չդառնան։ Մենք հիշում ենք 2007-ի խորհրդարանական ընտրությունների նախօրյակին, ինչպիսի նույնիսկ բայկոններ տեղի ունեցան ինչ-որ շտաբների առաջ։ Ես վստահ եմ, որ նույնանման դեպքեր էլի ականատես ենք լինելու եւ ես ցեզ վստահեցնում եմ, որ այդ ամբողջը կազմակերպված է գործող ռեժիմի կողմից։ Ես կուզեի մի քանի մտքեր բերել, թվարկել, թե ինչու ենք մենք թեմ Սատարապատ շարժումը ինչու է թեմ որ առողջ մարդիկ, առողջ ուժերը մասնակցեն ընտրություններին։ Առաջին, նախ ասեմ, որ սխալ տպավորություն պետք չէ ստեղծվի եւ պետք չէ իմանալ, որ Սատարապատ շարժումը առհասարակ դեմ է, մենք առհասարակ կողմ ենք ընտրություններին, մենք առհասարակ կողմ ենք, որ ընտրությունների միջոցով ձևավորվի ժողովրդի իշխանություն, այսինքն լեգիտիմ իշխանություն, սակայն շատ լավ գիտակցում ենք, որ այդ բոլորը իրականացնել այս ռեժիմի օրոք հնարավոր չէ։ Սա մեկ։ Երկրորդ մենք թեմ ենք մասնակցելու այս ընտրություններին, որովհետև ամեն ինչ կանխորոշված է, այսինքն ամեն ինչ որ մենք տեսնելու ենք, այդ ամբողջը բեմականացում է լինելու արդյունքները կանխորոշված են։ Երրորդ, ուրեմն մենք համարում ենք, որ մեր երկիրը օկուպացված է, օկուպացված է մի խումբ մարդկանց կողմից, պայման չէ, օկուպացիան լինի օտար ուժերի կողմից միշտ։ Այս դեպքը այն դեպքն է, որ երկիրը օկուպացված է մի խումբ մարդկանց կողմից եւ ուստի օկուպացիոն ռեժիմներում ընտրություններ ակնկալելը դա ուղղակի անհետեւություն է։ Հաջորդը, չորրորդ
մենք համարում ենք, որ ընտրությունների կազմակերպիչները նրանք օրենքից դուրս են։ Երբ կազմակերպիչը օրենքից դուրս է, ապա ինչ ընտրությունների մասին է խոսքը։ Ուրեմն 5-րդ, մենք համոզված ենք, որ մեր ժողովուրդը գնում է, քվեարկում է, իսկ քվեները հաշվողը քովերն են, ավազակներն են, ինչ ընտրության մասին է խոսքը։ 6-րդ, գոյություն չունի անկախ դատարան։ Միայն այս փաստը, այսինքն որևէ առողջ ուժ, եթե լիներ, միայն այս փաստը բավարար պիտի լիներ այդ առողջ ուժի համար, որ նրանք չմասնակցեին ընտրություններին։ Եթե չկա անկախ դատարան, ուրեմն ժողովրդավարական process-ի մասին մտածելը անիմաստ է, ուստի ընտրություններ կազմակերպելու մասին խոսելը անհետեթություն է։ Եվ 7-րդ ամփոփելով միտքս ասեմ, որ ընտրությունները Հայաստանում արդեն երկար տարիներ է վերածվել են ռեժիմը վերարտադրելու մեխանիզմի, ուստի մենք մերժում ենք մասնագիծը դառնալու այդ վերարտադրության process-ին, ավելին մենք համարում ենք, որ ովքեր որ մասնագիծ են դառնալու, դրանք ոչ միայն մասնագիծ են, այլ նաև հանցագիծ են նոր ձևավորվող, նոր վերարտադրվող հագահայ ռեժիմին, եւ մենք սադարաբադ շարժումը զերծ է մնում մեր ժողովրդի թեմ որևէ ոտնձգության քայլ կատարելուց։